Բարոյձեր, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, որովհետև այդ կապված մի քանի թեմաներ եք առանձնացրել, գիտեմ, որ դատարանից եք գալիս, Նարեկ Սամսոնյանի եւ Ազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց, ինքը Նարեկ Սամսոնյանն էլ անժամկետ հացադուլ է հայտարարում, այս հետապնդումների հետ կապված ձեր տեսակետը եւ նաեւ ինչ եք առանձնացրել այսօրվա համար։ Բարոյձեր, շնորհակալ եմ հրավերի համար։ Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել, որ Վազգենի եւ Նարեկի ապօրինի կալանքը երկարաձգվեց եւս 3 ամսով եւ վստահաբար պետք չի լինել իրավական խնդիրների մասնագետ, իրավաբան, փաստաբան, որպեսզի հասկանալ, որ այս կալանքը ապօրինի է եւ հստակ քաղաքական պատվեր է ենթադրում եւ քաղաքական հետապնդում է ըստ էության։ Սա ռեպրեսիա ընդդիմախոսների նկատմամբ եւ Հայաստանում այո եւս ամրագրվեց այսօր, որ չկա խոսքի ազատություն։ Նաեւ վտանգված է մամուլը, որովհետեւ Նարեկը եւ Վազգենը ըստ էության նաեւ մամուլի ներկայացուցիչներ են, որովհետեւ նրանց փակի տակ են պահում իրենց իմնեմնիմի հաղորդման վարման համար, հա, որովհետեւ հաղորդումը բազմահազարանոց դիտումներ ուներ, լսարան ունի եւ նրանք զգուշանում են, որպեսզի այդ լսարանում չլինեն ընդդիմադիր գործիչների խոսքը չտարածվի, թեև նրանց մոտ այդ առումով բան չի ստացվել, հաղորդումը շարունակում է բնականon աշխատանքով աշխատել, բայց ըստ էության մենք գործ ունենք դասական քաղաքական հետապնդման եւ քաղաքական ռեպրեսիոն գործողությունների հետ։ Եվ միայն իմ ընկերները չեն այս ամեն ինչի զոհը, հա, նաև տասնյակ այլ մարդիկ, ում ես անձամբ չեմ ճանաչում, այսօր քաղաքական բանտարկյալներ են, այսօր քաղաքական բանտարկյալներ են հոգևորականներ, այսօր քաղաքական բանտարկյալներ են մեծանուն բարերարներ, իդեմս Սամվել Կարապետյանի, իդեմս Արշակ Սրբազանի հոգևորականները Միքայել Սրբազանի, Վազգեն Սրբազանի եւ այսպես կարելի է շարունակել երկար եւ այս մարդիկ այսօր կալանավորված են միայն նրա պատճառով որ ընդդիմախոս են հանդիսանում Նիկոլ Փաշինյանին նույն ըստ էության հետեւյալն է տեղի ունենում Հայաստանում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ կապ ունեցող այսինքն Նիկոլ Փաշինյանի թիմակիցները նույն տրամաբանությամբ միտքը արտահայտում են գրառում են կատարում հարցազրույց են տալիս քննադատություն են հնչեցնում եւ իրենց հետ կապված որևէ քրեական գործ չի լինում նույն բովանդակությամբ իդենտիկ նույն բովանդակությամբ քննադատության պարագայում ընդդիմախոսները շինցու քրեական գործերի շրջանակներում հայտնվում են ճաղերի ետևում եւ փաստացի լրացվում են, հա, սա լրացման գործընթաց է գնում եւ կա արդեն շատ քաղաքական բանտարկյալներ, ովքեր խղճի եւ պայքարի բանտարկյալներ են եւ իրենց գաղափարների, որովհետեւ այդտեղ չկա քրեական տարեր, չկա քրեական ըստ էության գործեր, կան շինցու քրեական գործեր, որոնք կարվում են քաղաքական գործիչների վրա, որպեսզի նրանց լրացնեն։ Սա արձանագրված է տարբեր միջազգային կառույցների կողմից եւ ես վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր ուղղություններով աշխատում ենք մենք նաև որ եւ Եվրամիության եւ ԱՄՆ եւ Ռուսաստանի Դաշնության բոլոր մեր գործընկերների հետ մենք քննարկում ենք այն հարցերը, որոնք վերաբերում են քաղաքական բանտարկյալներին եւ Հայաստանի եւ ռազմաքաղաքական ղեկավարության եւ առհասարակ Բաքվի բանտերում պահվող մեր ռազմագերի եղբայրների։ Սա քաղաքական բանտարկյալների մասով, սա իրականում նայեք ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության ուրեմն իմունիտետի հաշվին Հայաստանի Հանրապետության իշխանությունները գործողություններ են անում սեփական իշխանությունը պահպանելու եւ ընտրություններին հաղթանակ տանելու համար։ Սա է տեղի ունենում։ Սրա տրամաբանական շարունակությունն է հեծի խլելը եւ եկեղեցու դեմ արշավը, սրա մասին կխոսանք հաջորդ ուրեմն երկու թեմա եմ ընտրել Թալանի եւ օդի աղտոտվածության եւ նաեւ եկեղեցու եւ ազգային արժեքների մասով։ Հիմա քանի որ թեմայից թեմա փոփոխությունը կատարենք որ լինի նույն տրամաբանության մեջ, որ ասում էի վերոնշյալ հատվածում, այսինքն մենք գործ ունենք ազգային արժեքների դեմ պայքարի հետ։ Մենք գործ ունենք եկեղեցու դեմ արշավի հետ։ Եկեղեցու ապամոնտաժման գործընթաց է տեղի ունենում եւ փորձում են եկեղեցին ապամոնտաժել այն տեսքով, որով եղել է ըստ էության 1700 տարի եւ ավել։ Նիկոլ Փաշինյանը սեփական
իշխանությունը պահելու համար գործողություններ էր իրականացնում եկեղեցու դեմ, ներկայացնելով դա որպես նորոգում, ներկայացնելով դա որպես ինչ-որ եկեղեցին առողջացնելու ծրագիր, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այն մարդկանց միջոցով, ում հետ Նիկոլ Փաշինյանը նստում է սեղանի շուրջ, խոսում է եկեղեցու բարենորոգման մասին, այդ մարդկանց մասին ժողովրդի մեջ ինչ կարծիքներ ունեն մարդիկ, դուք դուրս եկեք հարցրեք, թե այդ մարդիկ հոգևորական լինելու հետ կապ ընդհանուր աղերս ունեն թե չունեն, սա մեկ, եւ երկրորդը, եկեղեցին ինստիտուցիոնալ կառույց է, ինստիտուցիոնալ արժեք է, եւ ըստ էության քանդվում է ինստիտուցիոնալ արժեքը, որը պահպանում է հայկական պետականությունը, որովհետեւ տասնյակ հարյուրավոր տարիներ եղել է, որ մենք պետականություն չենք ունեցել, բայց եկեղեցի ենք ունեցել, որը մեր ազգային արժեքները սերնդեսերունդ փոխանցել է, որի մեջ մտնում է նաև գիրն ու գրականությունը, մեր հավատքը, մեր գաղափարները, հայկական տեսլականը եւ հայկական խոսքը առհասարակ, եւ Նիկոլ Փաշինյանը այսօր փորձում է ապամոնտաժել եկեղեցին, սարքելով այն կառույցը, որը կենթարկվի Նիկոլ Փաշինյանին, քանի որ Նիկոլ Փաշինյանը անոնց է տվել 4-րդ հանրապետության մեջ չպետք է լինի ինչ-որ կառույց, որը 100%-ով չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին, որովհետև Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է այն բոլոր հատվածներից, որոնք նրա համար խորթ են, իսկ նրա համար խորթ է եւ Արցախը, եւ հայոց ցեղասպանությունը, եւ Արարատը, եւ մեր ազգային արժեքները, որոնց դեմ նա պայքարում է, հա, նա մի ձեռքով խոսում է ազգային արժեքների մասին, բայց մյուս ձեռքով հենց այդ նույն ազգային արժեքների դեմ է պայքարում։ Եվ սրա տրամաբանական շարունակությունը այն պնդումն է, որը անում էր Բոլթոնը 2018 թվականին, ով ասում էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից։ Այս պատմական կաղապարների մեջ էր մտնում Արցախը, պատմական կաղապարների մեջ էր մտնում նրանց համար մեր ազգային արժեքները, եկեղեցին, ցեղասպանությունը, այն բոլոր այն ամեն ինչը, որ մենք հարյուրավոր տարիներ կռիվ ենք տվել եւ պահել ենք, Բոլտոնի համար, ով այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում քրեական հետապնդման է ենթարկվում որպես գործակալ, հա, նրա վրա քրեական գործ կա որպես գործակալի, այդ մարդը Հայաստանում ասում էր, որ Հայաստանի մասին ասում էր, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական գաղափարներից։ Հիմա Պարակտիչ գործընթացը, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է, այդ կաղապարներից հրաժարվելու եւս մեկ դրվագ է։ Նա պարակտեց հասարակությունը սևերի եւ սպիտակների բաժանելով, հիմա պարակտում է եկեղեցին, բաժանելով ինչ որ, չգիտեմ, հոգեվորականների եկեղեցին հոգեվորական չի որակում, որպես չի ճանաչում իրենց որպես եկեղեցական, իրանք կարգալույց եղած քահանաներ են կամ հոգեվորականներ են, բայց այսօր առաջ են բերվում որպես քահանաներ կամ հոգեվորականներ եւ փաստացի ըստ էության մենք գործ ունենք հակասահմանադրական գործողության հետ, որովհետև սահմանադրության մեջ գրված է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին անջատ է գործում պետությունից եւ այսօր պետությունը, Հայաստանի Հանրապետության իշխանությունները կոնկրետ բռնաճնշումների են գնում եկեղեցու դեմ եւ ուղիղ խառնվում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու գործերին եւ սա հակասահմանադրական գործողություններ են, որոնք արձանագրվում են։ Եվ ես ավելի քան վստահ եմ, որ նրանց մոտ որևէ բան չի ստացվելու, որովհետև մենք տեսել ենք Օսմանյան կայսրության հարձակումները, մենք տեսել ենք տասնյակ տարիներ խորհրդային միության ժամանակ ինչ կտանքների է ենթարկվել մեր եկեղեցին, տարբեր հեթանոս արքաների ժամանակ, տարբեր կայսրությունների ժամանակ, թե ինչ է եղել ըստ էության հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ վարվող արշավների վերջը, հա, ոչ մի բան չի եղել եկեղեցուն, այդ կայսրությունները ոչ մի բանի չեն հասել ըստ էության։ Ուղղակի ցավալին այն է, որ երբեք չի եղել, որ այդ հարցակումները, այդ ոտնձգությունները լինեն ներսից, միշտ եղել են դրսից, միշտ հարվածները եղել են դրսից, չեն եղել ներսից։ Եվ նաև սրա շարունակությունն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ պարակտման գործընթացը ավելի արմատավորի, ավելի sense արմատախորը ավելի դարձնի պարակտման եւ բևեռացված հասարակության, նա ինչքան խորը լինի պարակտված հասարակությունը, այդքան Նիկոլ Փաշինյանի համար ավելի հեշտ կլինի, որովհետեւ մի հատված ընտրությունների չի գնա, մի հատված ընտրությունների չի մասնակցի, մի հատվածը փողոցային գործողություններին
չի մասնակցի, մի հատվածը չի ուզում խոսա, մի հատվածի մոտ ապաթիա ուզում Հայաստանը լքի առհասարակ թանկացումները եւ ահավոր գնաճը թույլ չի տալիս մարդկանց որ ապրեն եւ այս ամեն ինչի ֆոնին Նիկոլ Փաշինյանը ստեղծել է քաոս, որի մեջ ինքը իրան լավ է ազգում, հա, ինքը այդ քաոսը կառավարում է եւ այդ քաոսով մենք գնում ենք առաջ, դա հիմա տեղի ունենում։ Այս քաոսին գումարվում է նաեւ խայտարակ գնաճը, որի մասին ես ուզում եմ մենք անպայման խոսենք թալանի, որոնք անում են ԿՊԱ-ականները եւ օդի աղտոտվածության, որ մենք տեսնում ենք, այսինքն հիմա նայում ես փողոց չես կարող դուրս գաս։ Իհարկե ես ուզում եմ այս տաղավարի շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր միացել են մեր պայքարին օդի աղտոտվածության դեմ, որովհետեւ հայլու տաղավարում ենք մենք սկսել խոսել օդի աղտոտվածության դեմ, տասնյակ անգամներ խոսել ենք օդի աղտոտվածության դեմ, ես այստեղից ցույց եմ տվել այն ծրագիրը, որտեղից որ դուք կարող եք տեսնել թե ինչ իրավիճակում է գտնվում օդի աղտոտվածությունը, խնդրում եմ նայեք, ես ձեզ հիմա ուզում եմ եւս մեկ անգամ ցույց տալ, որ Սայաթնովա փողոցում ցույց է տալիս օդի աղտոտվածությունը 343, այսինքն տնից պետքա դուրս գաք հակագազով։ Սա Երևանի կառավարման Ավինյանի, Նիկոլ Փաշինյանի նվերը երևանցիներին, որ դուք պետքա տնից դուրս գաք հակագազերով։ Եվ այս գործողություններով նրանք այնպես են անում, որ յուրաքանչյուր երևանցի վախենում է տնից դուրս գալ եւ մտածում է արտագաղթի մասին։ Մենք տեսնում ենք, որ Մասիսում, Աբովյանում, տարբեր քաղաքներում նորմալ կառավարում տեսնում ես, որ մարդիկ աշխատում են գործողությունները եւ տեսնում ես, որ Երևանում կա խայտարակ վիճակ, կա ոչնչացված կանաչապատ տարածքներ կան, որոնք կանաչապատ էին, բայց այլևս կանաչապատ չեն, որովհետեւ Տիգրան Ավինյանը որոշել է սակուրաներ տնկել այդ կանաչապատ տարածքներում եւ սա սպիտակ գենոցիդ է տեղի ունենում, հասկանում եք, մեր երիտասարդության շրջանակներում նաեւ, որ ոչ մեկ տեղ չկա գնան, նորմալ կարողանաս մաքուրոց շնչես, դուրս գաս փողոց։ Նրանց ազատ տեղաշարժը խոչընդոտվում է Տիգրան Ավինյանի կառավարման պատճառով։ Սրան գումարվում է նաեւ, որ Երևանը այսօր քաղաքների տասնյակի մեջ է մտնում աշխարհի ամենաթանկ քաղաքների։ Աշխատավարձը սովորական քաղաքացիների չի տարբերվում, բայց գները տարբերվում է եւ ահռելի մեծ գնաճ կա։ Այդ գնաճը թույլ չի տալիս, որ մարդիկ կարողանան ապրել։ Կարտոշկայից սկսած մինչև մածուն ամեն ինչ թանկացել է, բայց այն մարդը, որ աշխատում էր փաթեթավորող, ստանում է 3000 դրամ, հիմա էլ է ստանում 3000 դրամ, բայց այդ 3000 դրամով այն ժամանակ կարողանում էր գոնե մինիմալ զամբյուղը իր ապահովել, այսօր ոչ մի բան չի կարող ապահովի, որովհետեւ տրանսպորտից մինչև հաց ամեն ինչ թանկացրել եք, բայց ձեր նախարարներն են, որ $250,000 տունը ինչա որ իրանք չունենան։ Մեր քաղաքացիները այսօր մի կերպ կոպեկի վրա են դնում, որ կարողանան հաց ու միս առնել իրենց երեխեքի համար, կարակ ու տվառոկ առնեն, որ կարողանան ուտեն, իսկ ձեր նախարարները $1 միլիոն 0%-ով բանկից գումար են վերցնում եւ անընդհատ ծավալվում է մեր արտաքին պարտքը, անընդհատ աճ է գրանցում, բայց այդ 8 միլիարդի հետ, որ դուք ավելացրել եք, մեր քաղաքացիները որևէ բան չունեն, ոչ գյուղատնտեսության մեջ ունենք այդ առաջընթացը դրան համապատասխան 10%-ին անգամ դրա համապատասխան չունենք։ Ոչ մի ուղղությամբ մենք չունենք այդ առաջընթացը, բայց ԿՊԱ-ական նախարարները, падգամավորները իրենց 3 միլիոնական դրամերը, այդ 3 միլիոնական դրամը պատկերացրեք Նիկոլ Փաշինյանը ինչքան գումար անում, քանի падգամավոր իրանք ունեն, 3 միլիոն դրամ պարգևը վճար են տվել իրանց, բայց այսօր մեր Արցախահայ քույրերն ու եղբայրները անտուն են այսօր Հայաստանի Հանրապետությունում եւ չեն կարողանում ինտեգրվեն Հայաստանում իրենց կյանքը ձևակերպեն, ձևավորեն, ընթացքը ձևավորեն, որ կարողանան ապրել, ստիպված արտագաղթում են։ Այսօր խայտարակ վիճակաթմրամիջոցների տարածման, երիտասարդության այդ վեյփերի ու էներգետիկների մասով 1000 անգամ խոսացինք, բարձրաձայնեցինք, որ պետքա արգելվի վեյպերը եւ էներգետիկները, թեև այդտեղ մի փոքր առաջընթաց կա գոնե մեր բողոքների եւ բարձրաձայնման գործընթացներից հետո ուրեմն խանութներում այդ էներգետիկները իբր սկսել են չծախել 18 տարեկանից
ցածր երեխաներին, որովհետև դրանից առաջ անգամ դա էին անում, բայց այսօր դա խնդիր է եւ այդ խնդիրը պետք է լուծվի։ Հայաստանի Հանրապետությունում պետք է լինեն իրական ռեֆորմներ։ Իրական ռեֆորմներ, որոնք կլինեն ոչ թե կառավարիչների համար, այլ քաղաքացիների համար, Հայաստանի Հանրապետության գյուղացու, տնտեսվարողի, բժիշկի եւ ամենակարևորը երիտասարդի համար պետք է ձևավորվի Հայաստանի Հանրապետությունում այնպիսի իրավիճակ, որպեսզի նա ուզենա, կարողանա գործունեություն ծավալի, կարողանա սովորի, կրթությունը խայտառակ ցածր վիճակում է, կրթական համակարգը խայտառակ ցածր վիճակում է, խայտառակ անկում է ապրում 2018 թվականից ի վեր։ Եվ այս ամեն ինչի մեջ ապրում են մեր երիտասարդները։ Որտեղ նայում ես, որ դպրոցների ու համալսարանների պատերին նայում ես, թմրամիջոցների գովազներ է, թմրամիջոցների կանալների, այդ Telegram կանալների գովազներ է։ Որտեղ նայում ես, կա այդ վեյփերը, որոնցից որ ձևավորվում է հիվանդություններ, որոնք չեն բուժվում, դա պոպկորնային հազն է, որը դեռ չբացահայտված հիվանդությունն է, թոքերի հիվանդություն է երիտասարդների շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում եւ ցավոք սրտի արդեն նաեւ Հայաստանում։ Մեր երիտասարդները ունեն պաշտպանության կարիք եւ մենք պետքա պաշտպանենք մեր երիտասարդներին։ Մենք պետքա պաշտպանենք մեր երիտասարդներին եւ հոգեպես նաեւ, որովհետեւ այս գաղջ մթնոլորտը, որի մեջ ապրում են մեր երիտասարդները, այս փող հրաձգությունը քաղաքական դաշտում, այս իրար ատելը, իրարից զզվելը, իրար ամեն ինչ ասես ասելը, որ կողմից լսում ես մարդիկ իրարից զզվում են, իրար հանդեպ յախա են թափում իրարից, իրար վատ բաներ են իրար ասում, ոչ մի գործընթացի մեջ երիտասարդների համար բարվոք պայմաններ չեք ստեղծում եւ չենք կարող մենք ձևավորենք բարվոք պայմաններ, որպեսզի երիտասարդները իրենց լավ զգան, այս գաղջ մթնոլորտից դուրս կարողանան ապրել, միասնականություն կարողանան տեսնել, միասնականություն դրա գլոբալ իմաստով, միասնականություն եկեղեցու հետ, միասնականություն զինված ուժերի հետ, միասնականություն քաղաքական դաշտում, միասնականություն առհասարակ, միասնականություն Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետություն պարակտված է միասնականությունը ամբողջությամբ, եւ այս տոտալ պարակտված հասարակությունից մենք ակնկալում ենք, որպեսզի իրանք ինչ-որ բաներ ենք մեր ժողովրդին, մեղադրանքներ ենք հնչեցնում, ժողովուրդը որևէ բանում մեղավոր չի։ Ժողովուրդը եւ պայքարի մասնակցե մի քանի անգամ եւ ամեն ինչ եղել է մասնակից եղել եւ պատերազմների մասնակցե, ամեն ինչ արել է հայ ժողովուրդը։ Մենք պետք է կարողանանք մենք իրականացնենք այն փոփոխությունները, որոնք կբերեն երևանցիների, մասիսցիների, գյումրեցիների, հայ հասարակության համար կբերի բարենորոգում։ Այսօր բարենորոգման տակ նոր պարակտիչ գործողություններ են իրականացվում եւ այդ ռեպրեսիաների միջոցով փորձում են նաեւ եկեղեցականներին այդ բաժան անել եւ տարանջատել իրարից, տարանջատման օպերացիան եղել է նաեւ անդիմության շրջանակներում եւ այդ տարանջատման օպերացիայից հետո մենք տեսանք ինչ եղավ, անդիմությունը ինչքան թուլացավ եւ Նիկոլ Փաշինյանը ինչքան ուժեղացավ իր դիրքերը ու սկսվեց այս սանձարցակ գործողությունները անդիմախոսների, եկեղեցու եւ այլ հատվածներում մենք տեսնում ենք այդ պարակտված հասարակության արդյունքը։ Անդիմությունն է պարակտվեց եւ մենք ունեցանք այն, ինչ ունենք այսօր։ Պետք է միասնականություն, պետք է չլինի այլևս սևերի սպիտակներս 100 անգամ ստեղից դա ասել եմ, պատրաստ եմ 500 անգամ եւս կրկնեմ, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրար նկատմամբ ատելությամբ որևէ բանի չենք կարող հասնել, պետք է լինի միասնականություն առաջի հերթին անդիմության շրջանակներում, հերիքա իրար մեջքի հետևով բամբասել տակ, հերիքա մենք իրարից այս որպես հասարակություն լինենք պարակտված, պետք է լինի միասնական հասարակություն եւ միասնական հասարակությունը ծնի հաղթանակներ, վերածնունդ ապրի մեր երկիրը, որովհետեւ այսօր մենք տեսնում ենք ինչա կատարվում, տեսել ենք Վենեսուելայի իրողությունները, տենում ենք Իրանի մեր հարևան, նաեւ ուզում եմ մեր քույրերին եւ եղբայրներին մաղթեմ, որ խաղաղ լինի իրենց երկրում, որովհետև մեր հարևաններն են, մեր հարյուրամյակներ ի վեր իրար հետ ենք ապրել խաղաղության մեջ, մաղթում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովուրդը լինի խաղաղ եւ խաղաղությամբ ավարտվի այս գործողությունները, որ մենք այսօր ցավոք սրտի տեսնում ենք։ Բայց այս տուրբուլենտ աշխարհում մի հատ է իրար դեմ դուրս գալը, սաղ օրը իրար միս ուտելը, լավ բանի չի բերում, լավ բանի չի բերելու դա։ Եվ սա Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊԻ պարակտիչ գործողությունների արդյունքում է տեղի ունեցել։ Հայկ Մարությաններն են մեզ բաժանել իրար,
բաժանել են նախկինների, սևերի, սպիտակների, իսկ հիմա իրանց հիմա պահկվել են ինչ-որ դիմակների տակ ու ասում են, որ մենք դրա հետ կապ չունենք, այսօր մոդա է, բոլոր նիկոլականները, որոնք ժամանակին Նիկոլ Փաշինյանի հետ գործողություններ էին անում եւ վռնդվել են Նիկոլ Փաշինյանի կողմից, դառնում են Նիկոլ Փաշինյանի անդիմախոսներ եւ ասում են մենք Նիկոլ Փաշինյանի հետ ինչ կապ ունենք, ոչ մի բանի հետ կապ չունենք։ Եվ Արցախի հանձնման հետ դուք կապ ունեք եւ բոլոր գործընթացների հետ դուք կապ եք ունեցել եւ չեք կարող ներգրավվածություն ունենալ իրական անդիմադիրների մեջ ներդրվեք, որպեսզի հետո որպես ականներ պայթեցնելով նաեւ անդիմությունը այն ազնիվ գործիչներին, որոնք 8 տարի պայքարում են Հայաստանի Հանրապետության եւ հայկական Արցախի համար։ Ես վստահեցնում եմ, որ միասնականությունը վերականգնվելու է, հարգելի հայրենակիցներ, եւ առաջի հերթին ուզում եմ մաղթել խաղաղություն եւ ազատություն մեր քաղբանդարկյալներին։ Ուզում եմ, որ մեր քաղբանդարկյալների հարցը կարողանանք մենք միասնական այնպես բարձրաձանենք, որպեսզի այդ հարցը լուծվի։ Բոլոր քաղբանդարկյալներին ազատություն, հատուկ հիմա վերջում չեմ ուզում անուններ նշել, ուզում եմ նշել, որ մենք պայքարում ենք ձեր համար, սիրելի հայրենակիցներ, մարդիկ, ովքեր այսօր բանտում եք նստած եւ իմ խոսքը կարող եք լսել։ Ես եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր կուսակցական պայքարում է ձեր խոսքի, իրավունքի, ձեր պատկերացման, ձեր գաղափարների համար։ Մենք չենք լռելու եւ մենք խոսելու ենք։ Մենք խոսելու ենք նաեւ ձեր փոխարեն, որովհետեւ դուք այսօր խոսելու հնարավորություն չունեք։ Ազատություն բոլոր քաղբանդարկյալներին եւ կհանդիպենք մյուս շաբաթ։